Պարոն Խանդանյան, մինչ Հայաստանի իշխանությունը խոսում է խաղաղության օրակարգի մասին, ասում եմ, աներկբա է Հայաստանը գնում է այդ ճանապարհով, Ադրբեջանը շարունակում է խոսել Գյոչա Սևանը համարելով, շարունակում է Արեմտյան Ադրբեջանի խոսույթը, Զանգեզուրի միջանցքի խոսույթը, ինչպես է ստացվում, ավելին ասում է քարտեզի վրա Սևանալից չկա, նաև ասում է մենք մեր պատմական հողերը պետք է գնանք, հիմա այս խոսույթի տրամաբանության շրջանակում, ինչպես է Հայաստանը խաղաղություն հաստատում։ Ես կարծում եմ, որ մենք պետք է հաղում կատարենք այն փաստաթղթերին, որոնք ստորագրված են եւ որոնց տակ կա Ադրբեջանի նախագահի ստորագրությունը։ Օգոստոսի 8-ին Ադրբեջանի նախագահը ստորագրել է խաղաղության հռչակագրի տակ եւ նաեւ Ադրբեջանի արտգործնախարարը նախաստորագրել է խաղաղության պայմանագիրը, որի մեջ շատ հստակ սահմանված են սկզբունքները եւ փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականության հարգման սկզբունքը մասնավորապես Ալմատայի հռչակագրի հղումը եւ ըստ էության մեր պատմությունը, երկու հանրապետությունների պատմության եւ կարող ենք իմայել ասել խաղաղության պատմության ելակետը Ալմատայի հռչակագիրն է եւ այդ Ալմատայի հռչակագրից բխող սահմանագիծը, որը առկա է, որը սահմանազատման փուլում է։ Իսկ պատմության տարբեր դրվագներին հղում անելը իրական, հորինված որևէ դրվագին կամ որևէ նմանատիպ պատմական փաստերին կամ բաներին, որոնք գրվել են որպես պատմական փաստ հղում անելը օգտակար չէ, կարծում եմ, process-ի համար, մենք պետք է ընդհակառակը խոսենք ոչ թե անցյալի մասին, այլ ապագայի մասին, որովհետև այդ խաղաղությունը մի օրվա համար չէ, խաղաղությունը սերունդների համար է եւ մենք պետք է փորձենք մեր մեջի շատ բնականորեն այդ թշնամանքը ատելությունը, որը տարիներ շարունակ ունեցել ենք, փորձենք մեր հանրությունների մեջ փոխակերպենք դա, որպեսզի հնարավոր լինի ապրել։ Մեզ մոտ է ստացվում, մենք ասում ենք հանրության միջից անենք, բայց իրենք կարծես այդ ուղով չեն գնում, Ադրբեջանը այդպես չի մտածում։ Ես կարծում եմ, որ մենք մեր բաժին աշխատանքը պիտի այդ առումով կատարենք, մենք չպետք է տրվենք նման խոսույթին եւ չփորձենք հանուն կերպ արձագանքել, որովհետեւ դա միշտ պատմությունը մեր փորձից է տվել, որ օգտակար չի եղել, որովհետև դա անդադ արձագանք է բերում, ընդհակառակը մենք ասում ենք, որ մենք մեր պատմության ելակետը, այսօրվա վարչապետի ելույթն էլ եթե լսել եք, պատմության ելակետերի եւ պատմության մեկնակետերի, թե որտեղից ենք մենք սկսում դիտարկել մեր պատմությունը, այս հարցին անդրադառնանք, իսկ այդ հարցին արդեն անդրադարձել ենք, մենք ֆիքսել ենք, մեր որովհետև տարածքային հարցերը եղել են մեր հակամարտության պատմության ամենաանկյունակարային հարցերից մեկը, չնայած որ մեր հակամարտությունը հաճախ է մեկնաբանվել որպես տարածքային վեճ, բայց այդպիսին չի եղել, սրան չանդրադառնամ, այնուամենայնիվ մենք մեր տարածքը ճանաչում ենք, մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքը, փոխադարձաբար դա ֆիքսվել է, ստորագրվել է, եւ կարծում եմ սա պետք է ելակետ ընդունենք եւ շարունակենք։ Ինքնին որ Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի տարածքը, եթե ճանաչեր, այլապես Սևանը չէր ասել քարտեզի վրա չկա այդպիսի բան։ Ինչպես չի ճանաչում, եթե Ադրբեջանը ստորագրել է խաղաղության հռչակագիրը, որտեղ հղում կա Ալմատայի հռչակագրին եւ նաեւ խաղաղության պայմանագրի տեքստում դա կա, որը դուք որին ծանոթ եք։ Մետրերով ոչ մի անգամ չի ասել։ Բայց ախր այդ Ալմատայի հռչակագրին հղումը դա նշանակում է սահմանագիծը, որից այս կողմ Հայաստանը, որից այն կողմ Ադրբեջանը է, Ալմատայում կա սկզբունք եւ սահմանազատման process-ը այդ սկզբունքի հիման վրա է գնում եւ փորձ է տվել, որ հենց այդ սկզբունքով ենք առաջնորդվում, իսկ այդ խոսակցությունը վերադարձի շուրջ, որը մենք էլ ունենք, չէ, այդ պոտենցիալը, այդ խնդիրը առաջ մղելու, շատ թարմ մենք դրա հետ կապված պատմություն ունենք, հարցեր ունենք, բայց մենք կարծում ենք, որ դա օգտակար չէ հիմա, որովհետև դա չի նպաստելու խաղաղության process-ին։ Ես պատասխանատվություն եմ կրում եւ մենք պատասխանատվություն ենք կրում մեր խոսույթի համար եւ մենք շարունակելու ենք ամրապնդել, զարգացնել խաղաղության խոսույթը, որովհետեւ դա է հնարավորություններ բացելու Հայաստանի համար։ Դուք անդադ մատնանշում եք օգոստոսի 8-ի փաստաթուղթը եռակողմ, սակայն մենք գիտենք, չէ, քանի փաստաթուղթ է խախտել Ադրբեջանը, քանի համաձայնություն է խախտել եւ աշխարհում հիմա մենք տեսնում ենք, որ այդ փաստաթղթերը, համաձայնությունները, այսպես կոպիտ ասած, բանի տեղ չեն դրվում եւ երկրները ուժի տեսանկյունից, ուժի դիրքերից են հարցերը փորձում լուծել։ Ինչ վստահություն ունենք մենք այդ
օգոստոսի 8-ի փաստաթուղթը ունենալով։ Չէ, ես այդպես կատեգորիկ չէի ասի, որ աշխարհում փաստաթղթերը բանավոր պայմանավորվածություններն էլ ավելի դժվար հասանելի են, դրա համար շատ կարևոր է, որպեսզի լինեն այդ փաստաթղթերը եւ լինեն այդ ստորագրությունները, ու դրա համար պետք է աշխատել ամեն օր, որպեսզի այդ փաստաթղթի վրա հիմքեր կառուցել եւ ինստիտուցիոնալիզացնել խաղաղությունը, ինչի վրա մենք աշխատում ենք, ինչի դրական ազդակներ նաեւ ունեցել ենք Ադրբեջանից, մասնավորապես այդ արգելքի հանումը հայկական բեռների կանից շատ կարեւոր է, շատ ողջունելի է եւ մենք ակնկալում ենք, որ նման քայլերը գնալով կշատանան, շփումները կշատանան, էքսպերտների շփումներ եղան, հուսով ենք դա կշարունակվի, գուցե ինչ որ փուլում նաեւ խորհրդարանական մակարդակի շփումներ լինեն, ԶԼՄ-ների միջև շփումներ լինեն, սրանք կարևոր քայլեր են, որպեսզի նպաստեն, եւ բացի այդ կարծեմ Ալիևը նաեւ խոսել էր ավտոմեքենաներով գալու, ես կարծում եմ ավտոմեքենաներով կարելի է Հայաստանի տարածքով բեռներ տեղափոխել եւ անցնել Հայաստանի սահմանը, հասնել Թուրքիա, Հայաստանը պատրաստակամություն իր հայտնել է ու պետք է այդ Ինչպես ասել, օրինակ իրանք ասում են անխոչնդոտ, ինչ հասկանանք։ Չէ, անխոչնդոտ իհարկե Հայաստանը որևէ բեռի ճանապարհ չի փակի, բայց այնպես ինչպես բեռները Իրանից հատելով Հայաստանի սահմանը, անցնելով Հայաստանի տարածքով հատում են Վրաստանի սահմանը եւ Բայց իրենք այդպես են հասկանում, պարոն Խանդանյան։ Մենք անխոչնդոտ բառի այլ մեկնաբանություն չգիտենք։ Անխոչնդոտ նշանակում է, որ մենք արհեստական խոչընդոտներ չենք ստեղծելու, բայց նաև մենք ֆիքսել ենք, որ անցումը, որևէ անցում պետք է լինի մեր իրավազորության շրջանակում, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության եւ հատկապես իրավազորության շրջանակում, ինչը նշանակում է, որ մեր մաքսային կանոնները, մեր սահմանային օրենսդրությունը պետք է կիրառելի լինի բոլոր տեսակի Հայաստանի տարածքով անցումների համար։ Հիմա թրիփը ի վերջո ով է վերահսկելու այդ ճանապարհը։ Թրիփի նախագիծը, թրիփի ուղի նախագիծը վերահսկման մասին չէ, բնականաբար դա Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքն է։ Թրիփը բիզնես կառավարման պրոյեկտ է, կոնսորցիում է լինելու, որը ինչու եմ ասում, որովհետև այսօր ադրբեջանցիները Հայաստանում հայտարարեցին, որ դա ամերիկացիներն են հսկելու։ Չէ, դա լինելու է երկկողմ հայ-ամերիկյան ընկերություն, որը իրականացնելու է այդ ենթակառուցվածքների, որը խոսքը միայն ճանապարհի երկաթուղու մասին չէ, ընդհանրապես տարբեր ենթակառուցվածքների կառավարման process-ը Զվարթնոց միջազգային օդանավակայանի օրինակը շատ է բերվել, ով է վերահսկում։ Զվարթնոց միջազգային օդանավակայանում կառավարումը իրականացում է Արմենիա միջազգային օդանավակայաններ ընկերությունը Արգենտինա կամ ընկերությունը։ Որ դրանք տարբերն է, սահմանային հարցեր, դա բիզնես ծրագիր է։ Բայց չէ, նույնն է, որտեղ Զվարթնոց միջազգային օդանավակայանի տարածք Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքն է, դա չի պատկանում Արմենիա միջազգային օդանավակայաններ ընկերությանը, դա պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, այնպես էլ այդ բոլոր տարածքներով, որով անցնելու է որևէ ենթակառուցված, լինի դա ճանապարհ երկաթուղի, նավթամուղ, գազամուղ թե մալուխ, այդ տարածքները աներկբա Հայաստանի Հանրապետության տարածքներն են, այստեղ որևէ հարց, այսպիսի հարց հնարավոր չէ նույնիսկ քննարկել, որովհետև դա հակասում է ոչ միայն Հայաստանի օրենսդրությանը, այլ նաև միջազգային բոլոր տիպի կանոններին։ Այսօր նաև ադրբեջանցիներից մեկը Հայաստանում հայտարարեց, որ իրենց նպատակն է նաև ինչ որ պահի գազ հասցնել Հայաստան, այսինքն Հայաստանը քննարկում է այս պահին, որ հնարավոր է նաև այդ հավանականությունը առաջիկայում դիտարկվի։ Այս պահին նման քննարկումներ չկան, այսինքն ոչ աշխատանքային, ոչ քաղաքական, ոչ պաշտոնական մակարդակներում նման քննարկումներ չկան, բայց եթե այդ ենթակառուցվածքային ծրագրերը իրականություն դառնան, ինչու ոչ, այսինքն եթե մենք հնարավորություն ունենք ալտերնատիվ գազի աղբյուրի, ինչու ոչ, դա բխում է միայն մեր տնտեսությունը դիվերսիֆիկացնելու քաղաքականությունից։